Դուք սեփականատեր։ Ես եմ քանդում առած թուղթար հաշման։ Ժողովուրդ օրաթերթին տեսանյութ է փոխանցվել, որտեղ երևում է, թե ինչպես են Գլինկամոլի սեփականատեր համարվող եղբայրներից մեկը Դավիթ Ահարոնյանը տեղաշարժվում Թիկնազորի ուղեկցությամբ։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն Գլինկամոլի սեփականատեր եղբայրները գրեթե ամեն օր այցելում են Սարյան փողոցի սրճարաններից մեկը։ Սովորաբար եղբայրները նստում են իրենց հյուրերի կամ ընկերուհիների հետ, իսկ նրանց ուղեկցող տիկնապաները առանձին սեղանի շուրջ, մշտապես վերահսկելով իրավիճակը։ Հաճախ իրենց գերթանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են երկրորդ գծում։ Այս տեսարանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո հնչեցած հայտարարությունները, երբ նա պնդում էր, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն գործարարներ կամ օլիգարխներ, որոնք շրջում են Թիկնազորի ուղեկցությամբ։ Այստեղից ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված թիկնազորներին, պարկեցնել ասֆալտներին և ծինաթափել բոլորին։ Այս հայտարարությունը մնացել է օդում և մինչ այս վերաբերել է միայն ընդդիմության ներկայացուցիչների Թիկնազորին գետնին պարկեցնելուն։ Ինքը Փաշինյանն էլ դժգոհ է ուժայինների աշխատանքից։ Ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեմ կատարել Տիկին Գյուրեղյանի նշած հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների պետք է պարկեցնել ասֆալտին։ Իսկ ովքեր են տեսանյութում երևացող եղբայրները։ Պետական ռեգիստրի տվյալներով Դավիթ Ահարոնյանը Բրոք Սերվիս ՍՊ-ի Գլինկամոլ 100% բաժնետերն է, ինչպես նաև Ռուսբայն ՍՊ-ի 100% սեփականատերը, որոնք երկուսն էլ Գլինկամոլն է սպասարկում։ Նրանց անունները լայն հանրությանը հայտնի դարձավ դեռևս 2018-19 թվականներին, երբ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորքի վարչական շրջանում քանդեց շինարարական խախտումներով և ապօրինի կառուցված շինություն, որը կապվում էր նույն եղբայրների հետ։ Այս թեմային անդրադարձել էր նաև բլոգեր Արթուր Չախոյանը։ Ասում եմ մարտապարտեզ կոմարի սարքեմ, այսօր որը ենթակա 912 հոդվածով օրինականացման։ Հիմա ես դատանի վճիռ ունեմ, որ քաղաքապետանի գործողությունների դատանը կասեցել է, որ տվյալ դեպքում Հայկ Մարությանը շինությունը քանդում է, իրանք դատարանի միջոցով գործը հաղթում են եւ արդեն այդ քանդած շինությունը արդեն գործում է, առևտրի կենտրոնն է եւ Երևանի քաղաքապետարանը դատարանի հայցով, եթե չեմ սխալվում, մոտ 500 միլիոն դրամ պետքա իրանց վնաս փոխհատուցի, այո։ Ու տեսեք հետաքրքիր ինչու է կանում, որ դեռ նախկին իշխանության օրոք այդ Գլինկամոլի այդ հողատարածքը վարձակալությամբ է տրվել, բայց նոր գլխավոր հատակագծով այդտեղ նախատեսված է Երևանը բեռնաթափելու համար ճանապարհ կառուցել, այսինքն այդ հողը 60 հատվածի հող է։ Եվ որոշ ժամանակ հետո, երբ որ քաղաքը որոշի, որ օրինակ վաղվանից այդտեղ ճանապարհ են կառուցում, ինչ պետք է անեն, պետք է գերակաշահով մտնեն այդ տաղավարները սեփականատիրոջից շուկայական արժեքով գնեն եւ 15% ավել գումարով։ Այսինքն այդտեղից էլ հարց է առաջանում, ինչու իշխանությունը, պետությունը թույլտվություն է տվել, որ այդտեղ տաղավարներ կառուցեն, որ հետո էլ քանդեն։ Այսինքն դա ակնհայտ է փող լվացման միջոց, այսինքն
պետությունից գումար քաշելու միջոց է։ Հետագա տարիներին նրանց անունները կրկին հայտնվեցին հանրային քննարկումների կենտրոնում, արդեն Երևանի քաղաքապետարանի հետ կապված մի շարք դատական գործընթացների համատեքստում։ Արթուր Չախոյանի պնդմամբ եղբայրները կիրառում են հետևյալ սխեման. դիմում են համայնքային հողատարածքներ ստանալու համար, քաղաքապետարանը սահմանված ժամկետում չի պատասխանում դիմումներին, ինչից հետո մտնում են դատարան։ Դատարանների որոշումների արդյունքում ստանում հողատարածքներ իրականացնել շինարարություն կամ շուկայական արժեքը պլյուս 15% ստանում են փոխհատուցում։ Նույն սեփականատերերը Երևանի քաղաքապետարանից կներեք արտահայտությանս համար քաղաքից խլում են հողեր։ Այսինքն իրանք դիմում են Երևանի քաղաքապետարանին, որ այսինչ հողը մեզի տրամադրեք։ Երևանի քաղաքապետարանը իրենց դիմումին չի պատասխանում։ Եվ իրանք այդ հանգամանքը հաշվի առնելով, որ իրանց դիմումը մնում է անպատասխան, դատարան են մտնում, ֆիկցիա են կիրառում եւ Երևանի քաղաքապետարանի ցուցաբերած անգործությունը, որ դատական նիստերին չեն այցելում, օրինակ իրանց քաղաքի շահերը չեն պաշտպանում, իրանք դատական նիստերը գործը շահում են եւ այդպեսով դատարանի որոշումով իրանք այդ հողերը վեկալում են եւ հետո իշխանությունը ասում է, հա, ձեռնատու բիզնես, հետո օրինակ Տիգրան Ավինյանի դեպքում, երբ որ եթե մենք հարց ուղենք, խի այդպես եղավ, Տիգրան Ավինյանը կասի, ես մեղավոր չեմ, դա դատարանի որոշում է եղել, մենք մեր իրավունք չենք տվել, մենք նույնիսկ շինթույլտվություն չենք տվել, որովհետև դատարանի որոշումով դատարանն է մեզ պարտադրել շինթույլտվություն տա, բայց Տիգրան Ավինյանը չի կարող պատասխանել, բա ինչու Երևանի քաղաքապետարանը քաղաքի շահերը դատարանում չի պաշտպանել։ Այդտեղ արդեն հարցեր են շատ լուրջ առաջանում, որը Տիգրան Ավինյանը չի պատասխանել։ Այսպիսով քաղաքապետարանը հաճախ կամ չի մասնակցել դատական նիստերին, կամ պատշաճ կերպով չի պաշտպանել համայնքի շահերը, որից օգտվել են եղբայրները։ Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերին կալանավորվել էին փաստաբան Արմինե Հարությունյանը, որին մեղադրանք էր առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Նույն քրեական գործով Երևանի քաղաքի առաջին այցանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատանի Աջափնյակ 2 նստավայրի նախկին գործավար Էմիլիա Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար, իսկ Անահիտ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք տալու համար։ Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս քրեական գործը կարող է առնչվել Գլինկամոլի սեփականատերերին, սակայն գործով մեղադրաններից մեկը իր հարազատի միջոցով Արմնու լրատվականին հայտնեց, որ որևէ առնչություն Գլինկամոլի հայտնի եղբայրների հետ կապ չունի։ Ստացվում է, տարիներ շարունակ հանրային քննարկումների կենտրոնում հայտնված քաղաքաշինական եւ դատական գործընթացներով հիշատակված նույն գործարարները ոչ միայն շարունակում են ակտիվ գործունեությունը, այլև այսօր էլ առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբ Երևանի կենտրոնում։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում է, որ Հայաստանում այլևս չեն լինելու թիկնազորով շրջող գործարարներ, ապա այսօր այդ պատկերն ակնհայտորեն վերադարձել է։ Միևնույն ժամանակ Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանը ըստ հրապարակային պնդումների համայնքային շահերը դատարաններում պատշաճ կերպով չի պաշտպանում։